Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Նոր հայտարարություններ Իրանից Թրամփի ուղու մասին իշխանությունն արձագանքում է։ Զինծառայության կրճատման օրինագիծը ընդունվեց, որքան կծառայեն զինվորները։ Մայրաթորն անդրադարձել է պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը զեղչելուն, ինչ է ասում եկեղեցին։ Ոսկու գինը Հայաստանում ռեկորդ է սահմանում, ինչպես պահպանել եկամուտները ոսկու թանկացման պայմանում։ Հունվարից բանակ զորակոչված զինվորները կծառայեն 1,5 տարի, 65 կողմ, 4 դեմ 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ամբողջությամբ ընդունել է կես տարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը։ Այն խորհրդարան էր բերվել հրատապ կարգով և կտարածվի միայն 2026-ից բանակ զորակոչվողների, ոչ թե ծառայության մեջ գտնվողների վրա։ Զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Հարգելի ազգային ժողով, օրենքի նախագծի վերաբերյալ ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել և կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ չեն կատարվել։ Իսկ ազգային ժողովի արտահերթ նիստի առաջին հարցը վերաբերում էր արցախցիներին բնակարանով ապահովելու նախագծին։ Հայաստան խմբակցությունը խոսել է արցախցիներից ստացած ահազանգերի մասին։ Ընդդիմադիր պատգամավորների խոսքով ազնագրային բաժիններում Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացում առաջանում են տարատեսակ խնդիրներ ու խոչընդոտներ։ Քննարկումը մեկ տեսաշարում առանց մեկնաբանության։ Քաղաքացիություն են ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26233-ը, որից 16919-ը չափահաս և 8314-ը անչափահասներ են։ Մշակման մեջ, այսինքն քաղաքացիության համար դիմաց և դեռևս մշակման փուլում գտնվողների թիվը կազմում է, քաղաքացիների թիվը կազմում է 6696 անձ։ Ինչ վերաբերում է քաղաքացիությունը մերժելու լուրերին, անկեղծ ասած նման տեղեկություններ չունեմ և անձնագրային բաժանմունքներում որոշ անձնագրային բաժանմունքներում ես լաղանունները չեմ հնչեցնում, որովհետև զգուշացրել եմ իրանց, կարծեք թե հետևություններ արել են, որ խնդիրներ կա նույն քաղաքացիության տրամադրման հետ կապված, ես եթե պետք կլինի նաև ձեզ կասեմ, և նաև վերաբերմունքի հետ կապված բավականին խնդրահարույց դեպքեր ենք արձանագրել, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ բնակարան չեն ստանում, այսինքն կամ ինչ-որ այդ տրված գումարը չի բավարարում, որպեսզի մարդիկ կարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրները։ Քաղաքացիության դիմելու հետ կապված անձնագրային բաժիններում քանի որ մեր նախարարության ներքո չի իհարկե ամբողջ տեղեկատվությանը բնականաբար չեմ կարող տիրապետել, բայց նաև գիտեմ, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար առանձին, այսինքն աշխատակիցներն առանձնացած, ովքեր միայն իրենց խնդիրներով են զբաղվում, այդ առումով հատուկ վերաբերմունքը կա, որպեսզի նաև տեղի ունենա արագացված ընթացակարգով քաղաքացիության դիմելիությունը։ Պատճառները գլխավոր պատճառը իհարկե քաղաքացիությունը չստանալու հետ է կապված, որովհետև ստանալու և հավաստագրի դիմելու թվերը, քանակները բավականին իրար մոտ են։ Ինչն է խանգարում դիմել ստանալ քաղաքացիություն, հետո ստանալ հավաստագիր և այդ ժամանակ նոր բարձրաձայնել, որ գումարը չի հերիքում։ Այսինքն մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիություն չեն ստացել, բայց կա դժգոհություն, որ այդ գումարը չի բավարարում։ Նախ պետք է ստանալ քաղաքացիություն, հետո անցնել այն ճանապարհը, որ այս 1600 մեր հայրենակիցներ, ընտանիքներ արդեն իրացրել են իրենց իրավունքը։
Գործող իշխանության համար խաղաղությունը շատ մոտ է, իսկ Վաշինգտոնյան փաստաթղթից հետո նաև արդեն շոշափելի։ Սակայն այն պայմանավորվածությունները, որոնք պաշտոնական Երևանի համար դարձել են անվտանգության բարձիկ ու խաղաղության երաշխիք, տարածաշրջանի մյուս խաղացողների համար դարձել են մոտալուտ հնարավոր հարված սեփական երկրի անվտանգությանը։ Թեհրանն այս անգամ հստակ հավասարությամբ նշան է դրել Թրամփի ուղու եւ Զանգեզուրի միջանցքի միջև։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը չի մեկնաբանում Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերի խորհրդականի խոսքը։ Մամուլի քարտուղարի խոսքով Հայաստանի դիրքորոշումը պարզ է։ Ինչ է զգուշացնում Իրանն ու ինչու է Թրամփի ուղին համարվում ուղիղ սպառնալիք երկրի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, ռեպորտաժում։ Մեկ նախադասություն, մեկ անուն եւ մի քանի բառ, որոնք կարող են փոխել տարածաշրջանային հաշվարկները։ Թրամփի ուղին փաստացի նույնական է Զանգեզուրի միջանցքին։ Այս հայտարարությունն արել է ոչ թե շարքային դիվանագետ, այլ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերի խորհրդականը։ Ակնհայտ է, որ հայտարարությունը կատարվել է շատ բարձր պաշտոնյայի կողմից, այն պաշտոնյայի կողմից, որի խորհուրդներով եւ մասնակցությամբ ըստ էության Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը սահմանում է կարմիր գծեր եւ ուղենիշներ, որի շրջանակներում պետք է գործի այդ երկրի պաշտոնական դիվանագիտությունը, հետեւաբար հայտարարությանը պետք է մոտենալ ամենայն լրջությամբ։ Վելայաթին Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում հիշեցրել է Իրանը դեմ է ցանկացած միջանցքային տրամաբանության, քանի որ այդ սցենարը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի հայտնվելուն Իրանից դեպի հյուսիս, լուրջ ռիսկեր ստեղծելով հյուսիսային Իրանի եւ հարավային Ռուսաստանի անվտանգության համար։ Իրանն ի սկզբանե դեմ է հանդես եկել միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն եւ վախենում է իր անվտանգությանը սպառնացող վտանգներից։ Ի պատասխան Իրանում Հայաստանի դեսպանությունը բավարարվել է պաշտոնական հայտարարությամբ։ Դեսպանը վստահեցրել է, որ Իրանի մտավախություններն անհիմն են։ Թրամփի ուղին կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա եւ ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակցվածության ու տնտեսական զարգացման համար։ Իսկ իրականում իսլամական պետության հայտարարությունն Իրանի ուղերձն ու նախազգուշացումն էր ուղղված մի շարք երկրներին, ասում են մասնագետները։ Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի խոսքով Իրանի քաղաքական ղեկավարությունում դիսոնանս է տեղի ունեցել պայմանավորված մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքական պլանների ֆեդերալիզացիայի գործընթացի հետ։ Փորձում են Իրանին վերջնականապես չեզոքացնել, դուրս բերել, եւ Իրանը պարզել, որ պիտի օգտագործի այս հնարավորությունը խնդիրներ ստեղծելով նվազագույն ամերիկյան ռազմավարական շահերի համար հենց այս տարածաշրջանում։ Այսուհանդերձ Ռուսաստան, Իրան, Թուրքիա մերձեցումը Թուրքմենստանում, Աշխաբադում վերջերս խոսում է այն մասին, որ ձևավորվել է մեր տարածաշրջանում նվազագույնը 3 գումարած 3 ձևաչափի մասին է խոսքը, կոնսենսուս, որ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավումը դառնալու է լուրջ խնդիր տարածաշրջանում անվտանգային ճարտարապետությունը վերափոխելու կամ վերաիմաստավորելու տեսանկյունից։ Մինչ Գասպարյանն այս փոփոխությունները վտանգավոր է համարում, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը որևէ պարագայում չի կարող կյանքի կոչել նախագիծ, որը կհակասի երկրի ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը։ Մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց գայունությունները, իրենց շահերը հաշվի առնված են։ Ըստ փորձագետների Իրանի այս ուղերձը հստակ ազդանշան է Իրան-Իսրայել պատերազմից հետո իսլամական պետությունը վերականգնվել է եւ պատրաստ է արձագանքել ցանկացած անվտանգային սպառնալիքի դեպքում։ Մեծ պայծառատես պետք չէ լինել հայտարարելու, ասելու, որ իրանական կողմը ամբողջ մերձավոր արևելյան տարածաշրջանով մեկ փորձում է Միացյալ Նահանգներին հեռու պահել իր սահմաններից, դիտարկելով այդ պետության ներկայությունը որպես վտանգ, ռիսկ սեփական անվտանգության համար, հետեւաբար այս համատեքստում մեր տարածաշրջանում եւս հարավային Կովկասում եւս ամերիկյան ներկայության եւ ազդեցության մեծացումը բնականաբար չի բխում իրանական կողմի շահերից։ Սա չի նշանակում, թե Իրանը դեմ է ընդհանրապես Հայաստան-Ամերիկա հարաբերություններին։ Ստեղծված իրավիճակում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու եւ զարգացնելու մասին մտածել է հորդորում իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Հիշեցնում է, թե Իրանը որքան կարևոր տեղ ունի Հայաստանի անվտանգային ճարտարապետության մեջ։ Խոսքը վերաբերում է հատկապես հարավային Հայաստանի
անվտանգությանը եւ այս իմաստով որևէ կնճիռ, որևէ խոչընդոտ, որևէ մտահոգություն չեմ կարծում թե պետք է մնա իրանական կողմի հետ, ուստի ջանքերը պետք է կրկնապատկել, եռապատկել եւ լուծել արկա մտահոգությունները, փառատել դրանք։ Թրամփի ուղի կոչվող նախագիծը Իրանին հրամցնել որպես բացառապես տնտեսական նախագիծ Հայաստանի մոտ չի ստացվելու։ Գասպարյանը վստահեցնում է, Իրանում լավ գիտեն, թե ինչ է այդ նախագիծը։ Իրանում շատ լավ հասկանում եմ, որ սա ոչ թե տնտեսական նախագիծ է, սա տարածաշրջանի էթնոգրաֆիկ, ժողովրդագրական, գեոքաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ անվտանգային դիմագիծը փոխելուն ուղղված առաջիկա 30 տարվա մասին է խոսքը, մեգա նախագիծ է, որի ընդամենը 42 կիլոմետրանոց հատվածն է կոչվում Զանգեզուրի միջանցքը։ Իրականում սա շատ ավելի մեծ ծրագիր է։ Իրանի այս քաղաքական ուղերձը միայն Հայաստանին չէր ուղղված, կարծում են զրուցակիցներս, այն բոլորի համար է։ Սյունիքով անցնող 40 կիլոմետր ճանապարհի վրա բախվում են մի շարք պետությունների շահեր։ Որպեսզի այն չդառնա անկառավարելի միջանցք, ըստ քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի, պետք է վարել ճիշտ լոբինգ, ապա շրջափակել տարածաշրջանի բոլոր ճանապարհները։ Սադամ Ակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Մինչ Իրանը խոսում է հնարավոր վտանգների մասին, նույն տարածաշրջանի մյուս խաղացող Թուրքիան խոսում է խաղաղության մասին։ Էրդողանը հայտարարել է, որ գալիք տարում պատրաստ է խորհրդանշական քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Թուրքիայի նախագահը չի մանրամասնել, թե որոնք կարող են լինել այդ քայլերը, սակայն Անկարայում դեսպանների համաժողովի ժամանակ իր ելույթում շեշտել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Ադրբեջանն ու Հայաստանը ավելի մոտ են քան երբևէ։ Իսկ պաշտոնական Երևանը Բրյուսելից աջակցություն է խնդրել խորհրդարանի ընտրությունից առաջ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցում։ Քննարկումը տեղի է ունեցել աշխատանքային նախաճաշի ձևաչափով, սակայն սովորական նախաճաշի արմատները ավելի խոր տեղում պետք է փնտրել։ Փորձագիտական դաշտը համոզված է, որ սրանով Փաշինյանն ու իր թիմը ուզում են քարտ բլանշ ստանալ գալիք ընտրության ընտրակեղծիքների համար։ Ընտրական խաղ թե Եվրամիության աջակցություն, ինչ է խնդրում Հայաստանը Բրյուսելից, Անյա Բաղյանն է ուսումնասիրել։ Ընտրություններից առաջ Հայաստանը Եվրամիությունից աջակցություն է խնդրել։ Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, եւ մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ, խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային։ Հայաստանի նման առաջարկը պետական դավաճանություն է որակել ՀԱԿ փոխնախագահը։ Նրա խոսքով Փաշինյանը ներքաղաքական պայքարում հաղթելու համար կեղծ մեղադրանքներ է ներկայացնում ամբողջ ընդդիմության դեմ։ Փաշինյանը փաստորեն իր բոլոր ընդդիմախոսներին հայտարարում է Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի զինվորներ եւ Եվրոպայի աջակցությունն է խնդրում նույնպիսի հակաժողովրդավարական գործողությունների համար։ Կալասը նշում է, աջակցություն տրամադրել այնպես, ինչպես տրամադրել ենք Մոլդովային։ Իսկ ինչ աջակցություն է ցուցաբերել Եվրամիությունը Մոլդովային։ Եվրամիությունը Մոլդովային քաղաքական եւ դիտորդական աջակցություն է ցուցաբերել, ֆինանսական մեծ ներդրում ունեցել։ Լևոն Զուրաբյանն էլ նշում է, երկու կուսակցության ուղակի դուրս են նետել ընտրությունից, իսկ ընտրության արդյունքը որոշվել է Եվրոպական միության երկրներում ապրող մոլդովացիների աննախադեպ ակտիվ քվեարկության շնորհիվ։ Արթուր Խաչատրյանն էլ նշում է, Հայաստանի գործող իշխանությունն ամեն ինչ անում է 2026-ին վերընտրվելու համար։ Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանը մի ակնկալիք ունի՝ մնալ իշխանության եւ պատրաստ է դիմել ցանկացած մեկին, Ալիևից սկսած իդեպ։ Հիմա ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում մանավանդ Եվրոպական միության եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների սրման այս պայմաններում ակնհայտ է, որ Եվրոպական միությունը կցանկանար օգտագործել Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանը հիբրիդային պատերազմի դեմ տարվող պայքարի համար է աջակցություն խնդրել Եվրամիությունից, նշում է Ռուբեն Ռուբինյանը։ Եվրամիության գործիքակազմի փորձի փոխանակման կարիք ունի Հայաստանը, նշում է ԱԺ փոխնախագահը։ Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ եւ այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում է։ Այնքան է։ Տարբեր տեղերից։ Եվրամիությունից ասում են Ռուսաստանից, կիսում եք իրենց։ Ես չեմ լսել իրենք այդպիսի բան։ Մամուլը բացել կարդալ է պետք, որտեղ ապատեղեկությունները կեղծիքը շատ են, կարծում է Արման Եղոյանը։
Պատգամավորը նշում է, հիբրիդային պատերազմ վարող կողմին ձեռնտու չի լինելու այդ գործիքակազմը։ Իսկ ինչպես են որոշելու, թե ով է վարող կողմը, երբ իշխանականներն ընդդիմադիր լրատվամիջոցների տեղեկություններն են կեղծ համարում, ընդդիմադիր գործիչներն էլ իշխանական լրատվամիջոցներին է։ Եղոյանը լուծում է առաջարկում։ Մարդ ունի բանականություն, մարդ ունի տրամաբանություն, մարդ ունի միտք, մարդ ունի վերլուծական ունակություն, կարող է բացել եւ տեսնել։ Տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայության բարձրացման, այդ թվում հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ Հայաստան-Եվրամիություն գործակցությունը շարունակական է եւ նոր չի սկսվել։ Armenpress-ի հետ զրույցում ասել է արտգործնախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Բացառություն չէ ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համահունչ ապահովելու ճանապարհին հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով փոխգործակցությունը ԵՄ աջակցությունը հաշվի առնելով այս ուղղությամբ ԵՄ ու անդամ երկրների փորձն ու գործիքակազմը։ Եվրամիությունից աջակցություն խնդրելն է իշխանությունը ներկայացնում է որպես ժողովրդավարության պաշտպանություն։ Ընդդիմությունը ներքաղաքական պայքարում արտաքին ուժ ներգրավելու փորձ։ Նախընտրական շրջանն ու ընտրության օրը պարզ կլինի Եվրամիության աջակցությունը ծառայել է ժողովրդավարությանը, թե դարձել իշխանության վերարտադրության գործիք։ Անիա Բաղյան, Մեհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Միքայել arքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են Իզմիլյան բժշկական կենտրոն։ Երեկ Միքայել Սրբազանի գործով նիստում Շիրեկի թեմի առաջնորդն ասել էր, որ վիրահատության թույլտվություն է ստացել։ Իսկ Մայրաթորը հայտարարություն է տարածել Սուրբ Պատարագին ամենայն հայոց կաթողիկոսի թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին։ Հայտարարությունում նշվում է, որ երբ պատարագիչը կամայական կամ դիտավորյալ զեղչում է եպիսկոպոսապետի եւ եպիսկոպոսի անունները, ոչ միայն ընդհանրական եկեղեցում դարերի ընթացքում ամրագրված ծիսական կանոնն է խախտվում, այլև աղավաղում է Սուրբ Պատարագի խորհրդի ամբողջական ընկալումը։ Հիշյալ անունների հիշատակումը Սուրբ Պատարագի ժամանակ համախմբված եկեղեցին դարձնում է առաքելական եւ ընդհանրական եկեղեցու մաս։ Պատարագչի կողմից եպիսկոպոսապետի եւ առաջնորդի անունների զեղչումը նշանակում է, որ պատարագիչ եկեղեցականը կասկածի տակ է դնում ուղղափառ հավատքի հիման վրա մատուցվող Սուրբ Պատարագը, քանզի ուղղափառության տեսուչը եպիսկոպոսն ու եպիսկոպոսապետն են։ Իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից, մերժում է եկեղեցու առաջնորդի իշխանությունը։ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության մասին։ Գյումրիում որդին դանակահարելով սպանել է ծնողներին 64-ամյա հորն ու 63-ամյա մորը։ Նախնական տվյալներով 37-ամյա Նարեկը տարիներ շարունակ տառապել է շիզոֆրենիայով եւ շուրջ 16 տարի հաշվառված է եղել հոգեբուժական դիսպանսերում։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տղային ձերբակալել են, դեպքի հանգամանքները պարզվում են։ Եվ վերջում ոսկու գին արտահայտությունն այսօր ավելի քան արդիական է դարձել։ Վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը ոսկու գինն է, որը աստիճանաբար ավելի է թանկանում։ Գաղտնիք չէ, որ ոսկին եղել է հեշտ իրացվող ակտիվ։ Մարդիկ նախընտրում էին իրենց խնայողությունները պահել ոսկու տեսքով։ Գլոբալ անորոշությունը, տնտեսական պատերազմներն ու միջազգային պատժամիջոցները, նաև աշխարհաքաղաքական լարվածությունը ստիպում են ներդրողներին ընտրել կայուն եւ վստահելի միջոցներ, որոնց վրա հնարավոր է հենվել անգամ անհնարին իրավիճակներում։ Այսօր ես անձամբ եմ գնացել ոսկու շուկա եւ խոսել վաճառողների հետ, նաեւ լսել փորձագետի մեկնաբանությունը։ Վատ, շատ վատ, ահավոր, աբսուրդ։ Ածականի գերադրական աստիճանով են նկարագրում մարդիկ ոսկու գնի բարձրացումը։ Վերջին շրջանում ոսկու գինը թանկացել է ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային շուկաներում։ Ես հիմա գտնվում եմ Երևանի ոսկու շուկայում։ Փորձենք պարզել ինչպես է ազդել ոսկու գնի թանկացումը գնորդների եւ վաճառողների վրա։ Առաջնահերթ ուզում եմ մի հատ տեղեկացնեմ մեր հասարակությանը, որ ոսկու բարձրացումը դա Հայաստանի հետ կապ չունի, Հայաստանը չի թելադրում, դա միջազգային բիրժայի հետ կապ ունի, գնորդները շատ են քչացել։ Եվ ոչ միայն կես չափով, ես կարող եմ ասել, որ 70-ից 80% գնորդների քանակը շատ է նվազել։ Մարդկանց համար դժվար է գնել, թեկուզ ամանորյա փոքր նվերը արդեն պետքա կրկնակի վճարեն։ Մարդիկ էլ ովքեր որ գումար ունեն, իհարկե գնում են։ Հիմնական
ձեռքբերումները իրանց գումարի տեսքով չեն պահում։ Հաճախորդներն էլ, որոնք որ գալիս էին մի փոքր նվեր, ասենք հարսանիքի կամ ծննդյան կնունքի առիթներով գնելու, այս տարի միշտ լսում ենք այդ խնդիրը, որ ավելի լավ է գումարը նվերի տեսքով տանք, քան թե ոսկին։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ ոսկու թանկացման հիմնական պատճառները 3-ն են։ Առաջինը գլոբալ անորոշությունն է, տնտեսական պատերազմները, միջազգային պատժամիջոցները եւ աշխարհաքաղաքական լարվածությունը ներդրողներին ստիպում են նախընտրել առավել կայուն ակտիվներ, ինչպիսին է ոսկին, ինչի հետևանքով էլ գները բարձրանում են։ Երկրորդ պատճառը, որը նպաստել է ոսկու թանկացմանը, դա միջազգային պատժամիջոցներն են, որոնք կիրառվեցին եւ կիրառում են Ռուսաստանի նկատմամբ։ Ակնհայտ է, որ Արևմուտքը օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական ակտիվները մոտ $200 միլիարդ գտնվում են իրենց տրամադրության տակ, փորձում են դրանով նաեւ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Մասնավորապես Եվրոպա մոտ $200 միլիարդ դոլարի չափով ակտիվներ է այսպես սառեցրել, հիմա խոսքը գնում է արդեն դրանք այսպես յուրացնելու։ Երրորդ պատճառը ժամանակակից արտադրության մեջ ազնիվ եւ հազվագյուտ մետաղների լայն կիրառումն է, ինչը մեծացնում է ոսկու պահանջարկը։ Եվս մի գործոն կարող է նրանում, որ ներկայումս ժամանակակից տեխնոլոգիաների մեջ մեծ քանակությամբ ազնիվ մետաղներ կամ հազվագյուտ մետաղներ են օգտագործում եւ դա նույնպես պահանջարկ է ստեղծում ոսկու նկատմամբ։ Պարսյանը ընդգծում է, որ ոսկու գինը որոշվում է բացառապես համաշխարհային շուկայում եւ չի ձևավորվում առանձին երկրների ներսում, այդ թվում Հայաստանում։ Ոսկու թանկացումը ըստ տնտեսագետի զգալի ազդեցություն է թողել նաեւ Հայաստանի տնտեսության վրա, հատկապես ոսկերչության ոլորտում։ Օրինակ ոսկերչական արտադրանքը անցած տարվա համեմատ թանկացել է մոտ 37%-ով։ Սա եւս վկայում է այն բանի մասին, որ օրինակ ոսկու թանկացումը ինչպես է ազդում հայաստանյան մի ճյուղի վրա, եւ դա էլ իր հերթին ազդում է բնականաբար տասնյակ կազմակերպությունների կամ հազարավոր աշխատողների վրա։ Իսկ ինչպես պահպանել եկամուտները նման պայմաններում։ Տնտեսագետի կարծիքով լավագույն լուծումը խնայողությունների դիվերսիֆիկացումն է։ Մենք պետք է հասկանանք, որ բոլոր ձվերը մեկ զամբյուղում չպետք է տնենք։ Եթե ունեք գումար, պետք է այդ գումարները բաշխեք տարբեր ակտիվներում։ Ոսկի, անշարժ գույք, ավանդ, պարտատոմս, թեկուզ բիթքոին կամ այլ թվային ակտիվ կամ կրիպտո ակտիվ, որքան շատ է դիվերսիֆիկացված ձեր ներդրումները, ձեր ակտիվները, այնքան ռիսկը քիչ է, որ դուք կկորցնեք ձեր ունեցածը միանգամից։ Ըստ տնտեսագետի այս գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է տնտեսական անորոշությունն ու պատժամիջոցների մթնոլորտը։ Ի դեպ, Կենտրոնական բանկի վերջին տվյալներով Հայաստանում 999 հարգի ոսկու 1 գրամի արժեքը 53346 դրամ է, իսկ 585 հարգինը 31118։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի վաղը առավոտյան ժամը 9-ին։ Մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։